Պրակտիկայից աշխատանքի անցնելու առաջարկներ, ուսանողներ, նրանց առջև բացվող նոր հորիզոններ, հույզեր ու անակնկալներ։ Դեկտեմբերի 11-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում տեղի ունեցավ նախարարության եւ ապագա կրթական հիմնադրամի համատեղ կրթությունից աշխատանք 1 քայլ ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Արդեն 3-րդ տարին անընդմեջ ապագա հիմնադրամն իրականացնում է կրթությունից աշխատանք 1 քայլ ծրագիրը, որը գնալով ընդլայնում է իր այսպես ասած աշխարհագրությունը, ներառելով նոր կազմակերպություններ, պետական գերատեսչություններ ու մասնավոր ընկերություններ։ Այս տարի ծրագրում ընդգրկվել են Հայաստանի պետական հավատարմագրված 12 բուհերից ընտրված 60 ուսանող 30 մասնագիտական ուղղություններով։ 60 ուսանողներից 9 Ֆիլիպ Մորիս Արմենիայի աջակցությամբ իրենց մասնագիտական պրակտիկան անցել են բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարությունում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը ընդգծելով նախաձեռնության կարևորության մասին նկատում է. ծրագիրը նպաստում է տեխնոլոգիական ոլորտի ապագա մասնագետների մասնագիտական կողմնորոշմանն ու գործնական կարողությունների ամրապնդմանը։ Վերջինս համոզված է, որ պետք է հնարավորինս շատ ներգրավել ուսանողներին եւ երիտասարդներին պետական համակարգ, քանզի նոր շունչը թարմությունը, որը ուսանողներն են բերում ցանկացած համակարգ կլինի պետական թե մասնավոր ոլորտ, շատ կարեւոր է թե աշխատակիցների, թե ուսանողների մոտիվացիայի համար։ Սիմոնյանի խոսքով ուսանողների ներգրավվածությունը կարեւոր է նաեւ այն առումով, որ նրանք պատկերացնեն, թե ինչ է պետական համակարգը, որքան ծանր է պետության ծառայողի աշխատանքը եւ ինչքան մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Ես գիտեմ նաև, որ դուք ձեր ներկայությամբ նախարարությունում շատ հետաքրքիր դրական էմոցիաներ եք եւ մոտիվացիա եք փոխանցել նաև մեր աշխատակիցներին։ Գիտեմ նաև, որ որոշ դեպքերում մենք շատ բան ենք սովորել ձեզանից։ Շատ բան ենք սովորել, թե մասնագիտական, թե էմոցիոնալ, թե տրամադրության տեսանկյունից Հուսով եմ նաև դուք եք սովորել։ Երևի այսքանը եւ շնորհավորում եմ այս փուլի, մի փոքրիկ փուլի ավարտի հետ կապված, բայց իրականում ձեր համար եւ բոլորիս համար սա մի նոր փուլի կամ մի նոր ճանապարհի սկիզբը։ Ապագա բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանը նշում է, որ ծրագրի նպատակը ուսանողներին աշխատանքային միջավայր բերելն է եւ լիահույս է, որ սա նրանց համար կլինի նոր համագործակցության սկիզբ։ Սիրով սպասում եմ նաև, որ ենթադրենք 1, 2, 3 ամիս հետո մեր ուսանողներին այստեղ կտեսնենք որպես նաև գործընկերներ, ապագա գործընկերներ ու այո, իրենց կողմից դա շատ կա, հա, այդ ցանկությունը նաև աշխատել այստեղ։ Կարևորը այն է, որ ուզում են մասնագիտական առաջընթաց ունենալ, մենք միշտ խոսում ենք այդ արժեքներից, այդ մշակույթից եւ վարձատրությունը իրոք մի քանի քայլ հետ է։ Այս դեպքում, երբ որ մենք աշխատում ենք ուսանողների հետ եւ մեր բոլորի նպատակները այս առումով համընկնում են, որ այո, պետք է մենք մեզ ծառայեցնենք, զարգացնենք, հատկապես եթե մենք գտնվում ենք պետական կառավարման համակարգում, որն ավելի պատասխանատվություն է պահանջում մեզանից, ավելի մեծ ուշադրություն եւ ավելի շատ զարգացում։ Սա էր նպատակը, որ մենք սկսեցինք նաև մեր գերատեսչությունների հետ համագործակցել եւ շնորհակալություն ձեզ, որ տարածում եք եւ այո, մեզ դիմում են, բացի նրանից, որ ուզում են մասնակցել եւ ունենալ պրակտիկանտներ, դիմում են, որ եւ հստակ նշում են այս նախարարություն կամ այլ նախարարություն հաճախող պրակտիկանտներին հիմա ուզում են որպես կադրեր իրենց մոտ եւ այս առումով նաեւ շնորհակալ ենք ձեզ ու քննարկում ենք, որ եթե կան կադրեր, որ կարող են այստեղ մնալ, ապա մյուս գերատեսչությունները սպասում են ձեր իսկ փորձը փոխանցած ուսանողներին տանել արդեն որպես աշխատողներ։ Սա մեր համար շատ կարևոր արդյունք էր, սա դրական արդյունք էր։ Ի սկզբանե իհարկե ձեր հետ համագործակցելով սպասելի էր, բայց ավելի շատ եղավ, քան որ սպասում ենք։ Դրա համար շատ շնորհակալ եմ եւ իհարկե մեր գործընկերներին եմ շնորհակալ, իդեմս Ֆիլիպ Մորիսին, որովհետեւ մեր քաղաքական մոտեցումները, այսպես ասած, երիտասարդներին զարգացնել, կրթել եւ առաջ տանել, համընկել բոլոր առումներով մեր գործընկերների հետ, ինչի համար շատ շնորհակալ եմ նաեւ աջակցության համար։ Միջոցառման ընթացքում նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ կիսվեցին ուսանողների հետ շփումների արդյունքներով ու պրակտիկայի ընթացքում ստացած տպավորություններով։ Որպես ղեկավար ցանկանում եմ գնահատանքով ընդգծել մեր պրակտիկանտի կատարած աշխատանքը, որը փայլուն էր։ Նրա մոտեցումը աշխատանքին, գործին, պատասխանատվությունը, պատրաստակամությունը, արագ ներգրավելու ընդունակությունը բարձր գնահատանքի արժանացան մեր ստորաբաժանումում։ Արմինեն նաև ցուցաբերել է բարձր հետաքրքրվածություն, հաջողությամբ կատարելով
հանձնարարված առաջադրանքները։ Եվ մեզ համար ամեն օր տոն էր, երբ որ ինքը գալիս էր։ Շատ գոհ ենք իրանից, ինքն էլ մի ժպտերես ու բավականին աշխատանք է կատարել, մանավանդ մենք հիմա մշակում ենք, կարգ ենք մշակում AI ինստիտուտի վերաբերյալ եւ այդ GPU-ների ձեռքբերման եւ այդ գործընթացին եւ ասմենան բավականին մեծ ուսումնասիրություն է կատարել ու իրականում ցանկություն կա, որ ինքը մեր վարչությունում անցնի աշխատանքի։ Ուսանողներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին գերատեսչությանը իրենց նման հնարավորություն ընձեռելու եւ իրենց մասնագիտական ճանապարհին նման մեծ ներդրում ունենալու համար։ Իրականում պրակտիկան մեզ տվեց ոչ միայն գործնական փորձ ու մեր գիտելիքները կիրառելու հնարավորություն, այլ նաև թույլ տվեց ծանոթանալ, թե ինչպես է աշխատում պետական կառույցը ներսից։ Ու իրոք ահռելի մեծ ու պատասխանատու աշխատանք է կատարվում ներսում ու իրոք անգնահատելի փորձ էր սա մեզ համար։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Սիմոնյանին, որ ինձ իրոք հնարավորություն տվեց, որ ես իմ պրակտիկան անցնեմ գործերի կազմակերպման վարչությունում։ Ու երբ ես մուտք գործեցի նախարարություն ու գնացի կոնկրետ գործերի կազմակերպման վարչություն, կիսվեցի իմ գաղափարով, որ ես ցանկանում եմ ատելության խոսքի դեմ պայքար մղել, գրանտերի եմ դիմում ու ինձ բավականին դժվար է այս շրջանում, որտեղ թղթաբանություն ինձ գլուխ չեմ հանում։ Իսկ երբ որ ես պրակտիկան արդեն ավարտի փուլում էի գտնվում, նախ արդեն հասկանում էի թղթաբանությունից ու իմ վերջին 1 շաբաթվա ընթացքում ես շահեցի այդ գրանտը ու այն ուրախությունը, որ ես կիսվել եմ իմ վարչության հետ, նույնիսկ իմ ընտանիքում այդպես չեմ կիսվել, որովհետև այդ ամբողջ ընթացքում ես այնքան աջակցություն, այնքան ուժ եմ ստացել ձեզնից ու անչափ շնորհակալ եմ, որ այդքան իմ կողքին եք եղել եւ շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով այս ճանապարհին մեզ բոլորիս աջակցել է, որովհետև ձեր կատարած աշխատանքը անգնահատելի է մեզ համար։ Միջոցառման ընթացքում անցկացվեց նաև տեխնոլոգիական քուիզ ինտելեկտուալ խաղը, որի լավագույն արդյունք ցուցաբերած թիմերը պարգևատրվել են խրախուսական նվերներով։ Ցուցադրվեց նաև ուսանողների պատրաստած միֆեր նախարարության մասին տեսահոլովակը։ Նշենք, որ Ֆիլիպ Մորիս Արմենյան հիմնադրամի հավատարիմ գործընկերներից է, որի աջակցությամբ էլ իրականացվել է 9 ուսանողների պրակտիկան։ Ընկերությունը կարևորում է կրթության դերը եւ նմանատիպ նախագծերի կարևորությունը։ Նկատենք, որ եռամսյա պրակտիկային մասնակցել են 9 ուսանողներ Երևանի պետական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից եւ Եվրասիա միջազգային համալսարանից։ Վերջիններս ներգրաված են եղել նախարարության տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման, թվայնացման, շուկայի զարգացման, ֆինանսատնտեսագիտական, միջազգային համագործակցության եւ գործերի կազմակերպման վարչությունների աշխատանքներում։